եւ ընտրությունները մոտ են։ Մենք տեսանք ազգային ժողովում ինչպես էր բղավում զրկվելու է Սամվել Կարապետյանին, այսօր էլ շուտ գոռոցներ։ Այս ամենը ինչի դրսևորում է, բանը հասել է նրան, որ իրենք արդեն մինչև անգամ կանանց են բերման ենթարկում, այս պայն հակակոռուպցիոն դատարան 14 անձի է բերման ենթարկել։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Հողատու իշխանությունը, դավաճան իշխանությունը չի կարող հայ ժողովրդի մեջ ունենալ վարկանիշ եւ շարունակել իր կառավարումը։ Մենք հիմա տեսնում ենք, որ մարզեր Նիկոլ Փաշինյանի այցելությունները ինչպես են անցնում։ Երեք համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ ազգությամբ եզդի տիկինը Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարց տվեց. 8 տարի դուք իշխանության էիք, հիմա եկել եք իրենց նոր տարին շնորհավորելու, որ ինչ անեք, եկել եք, որովհետև առջևում ընտրություններ են, ինչ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ դե գիտեք, ինձ չեն հրավիրել, ես եկել եմ, հիմա հարց Նիկոլ Փաշինյան, երբ որ դուք մտնում եք եկեղեցի պատարագի ժամին, այդ խժդժությունը իրականացնում եք, սադրում եք, ով է ձեզ հրավիրել, մտնել ու սադրել, ինչ է նշանակում ինձ չեն հրավիրել, կամ մարզերից մեկում տիկինը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ ասաց, մենք ընտանիքում 10 անդամ ունենք եւ որևէ մեկը ձեզ չի ընտրելու։ Մենք այս ընթացքում շատ ենք տեսնում Նիկոլ Փաշինյանի արածի հետևանքները, ինչպես են մարդիկ շպրտում հենց իր ճակատին։ Հայաստանում չեմ ասում, որ Հայաստանի նախկին ղեկավարները չգիտես ինչեր են արել, բայց որևէ ղեկավար այսպես չի արժանացել ժողովրդին, ժողովուրդը այսպես կոպիտ եմ ասում, չի թքել նրա երեսին, ինչպես դա հիմա է արվում։ Մենք ամեն տեղ տեսնում ենք, գնացել էր կարծեմ Տավուշի մարզ, չէ, ինչ էին ասում էին հայ-ռուսական հարաբերությունները այնպես է ապականել, այնտեղից տուն տեղ թողել ենք, որտեղ այդ մարդկանց ասում են, դե գնացեք ձեր երկիր, ձեր ղեկավարը ամենահզորն է, ձեզ կպահի, դե գնացեք ու ապրեք։ Ամեն ինչ ապականել է, հիմա էլ դուք ասում եք կանանց է ձերբակալում, ինձ թվում է, թե իրենց այդ ֆիկտիվնի բաժանությունից հետո իր մեջ այդ ատելությունը կանանց հանդեպ ոնց որ գնալով մեծանում է, դրա համար կամ էլ, չգիտեմ, ուժը այս պահին հենց կանանց վրա է պատում, Փաշինյանական արդարադատության, դրա համար էլ իրենք փորձում են կանանցով, դե գիտեմ, որ կանայք նաև իրենց բնավորությամբ համառ են շատ, այդպես փորձում են նաև կանանց ձերբակալություններով վախի մթնոլորտ ստեղծեն, դա կապված է նաև այդ հանրահավաքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը տեսավ, չէ, ինքը նույնիսկ բռնությամբ չի կարողանա նման հանրահավաք իրականացնել, ինքը բռնությամբ այսօր քանի հոգի է ձերբակալել, 14, 10, հա, բռնությամբ ինքը չի կարա նույնիսկ այդքան մարդ բերման ենթարկի, այսօր ինքը 14-15 հոգուն է կարողացել բերման ենթարկել բռնությամբ, սա է այս իշխանության ողջ ողբերգությունն ու ողջ թշվառությունը եւ սուտ ասելով ասենք ամիս ու կես էլ սուտ ասեն, հետո ինչ է սպասվում մեզ։ Ես քիչ առաջ այստեղ լսում էի Արմենուհի Գյուրեղյանին, մի քիչ ավելի շուտ էի եկել, թվեր հրապարակեց, որոնք ամբողջությամբ մերկացնում են Նիկոլ Փաշինյանի կառավարության սուտը, կեղծիքը, որի ավարտը լինելու է հունիսի 7-ը։ Տեսեք, զավեշտալի է, սիրելի ժողովուրդ, սրանք ասում են 300-ից 1-ը, 300-ից 6-ը, 300-ից 1-ը, չգիտես, դպրոց ու մանկապարտեզ են կառուցում, պարզվում է, այս մարդիկ անգամ նախկին իշխանության սարքած վերանորոգած դպրոցները, որոնք ասենք ավարտվել են մեկը 18 թվին, մեկը 19 թվին սկսվել է 16-ին եւ բերես հենց կարել են, սարքել են մի հատ շարան, ասում են մենք ենք կարել։ Դուք գողերի, սուտասաների իշխանություն եք, դուք կարողանում եք բյուջեից գողանալ պարգևավճարի տեսքով ու տալ ձեզ, ինչ էր ասում, չէ, պարգևավճար ենք տալիս, որովհետև շատ լավ են աշխատել։ Բա որ լավ են աշխատել
ասել ինչու ես գնում նոյեմբերյանից մի բուր հող վերցնում տալիս համայնքին, ասում ես այ տեսեք հատիկ առ հատիկ հետ բերեցինք այդ հողը, բա ուր էր գոռում էիք թալանել են, տարել են, ինչքանն եք հետ բերել, բա այդ հետ բերելու համար ասում եք պարգևավճար լավ են աշխատում, որն է իրենց լավ աշխատանքը